Էջմիածին ուխտագնացություն էին կազմակերպել քաղաքական ու հասարակական դեմքերը մեր ձևով շարժման գլխավորությամբ իրենց աջակցությունը հայտնելու ամենայն հայոց կաթողիկոսին լուսավորչի աթոռի 132-րդ գահակալին։ Վերջին զարգացումներից հետո կանխատեսումներ կան, որ 3 թեմակալ առաջնորդներից հետո հաջորդը կաթողիկոսին են ձերբակալելու։ Այսօր եկել ենք ուխտի եւ այս մեր ուխտով Եվս մեկ անգամ ուզում ենք ցույց տալ, որ հայ ազգը կանգնած է եկեղեցու կողքին, հայ ազգը կանգնած է մայրաթոռի կողքին եւ թող X մարդիկ հստակ տեսնեն, որ մենք մեր Սուրբ եկեղեցու կողքին ենք եղել, կանք եւ լինելու ենք մեր եկեղեցու կողքին։ Ուրբաթ հրապարակվեց մի սկանդալային ձայնագրություն հեռախոսազանգ Նաթան Սրբազանի ու կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան Աբեղայի միջև։ Աբեղան գանգատվում էր, թե կաթողիկոսը իրեն հորդորել է գնալ հակաիշխանական ցույցերին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ցույցերին մասնակցել հարկադրելու մեղադրանքով մինչ այդ կալանավորվել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, Գարեգին Վեհափառի քրոջորդին։ Մայր տաճարի մոտ հավաքված ուխտավորները ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորել են ծափերով ու վանկարկումներով։ Աղոթքներով եւ ուղերձով է դիմավորել Գարեգին II հայրապետը հավատացյալներին։ Մեր սրտերը ծանրացած են տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումներով եւ կեղծ ու շինծու մեղադրանքներով կալանավորվել Միքայել Բագրատ Մկրտիչ Սրբազանները Սամվել Կարապետյանը, ասել է Գարեգին II կաթողիկոսը վստահեցնելով, որ բոլոր փորձությունների պարագայում հայ եկեղեցին անսասան կմնա։ Մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր, հավատավոր մեր ժողովրդով եւ նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել դերունավանդ իր առաքելությունը, հետանուր լինելով նաեւ մեր ազգի եւ հայրենիքի շահերի պաշտպանության։ Մեր կոչն է մեր զավակներին ամուր մնա, չտկարանա, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ, առաքելապատվել քաջությամբ, թե Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո եւ զգացության։ Տարածված ձայնագրությունն ակտիվ քննարկում են իշխանականները, ասում են հոգևորականին ոչ միայն դրդում են մասնակցել ցույցի, այլև աշխատանքային վատ պայմաններ են ստեղծում չընթարկվելու դեպքում։ Բոլորը Հայաստանում բոլորը գիտեն, որ Կտրիչ ուխտազանցը, որ Գարեգին B Քոչարյանը սերը ուխտազանցը, բոլորը դա գիտեն, բոլորը գիտեն, որ իր մեջ առանձնապես ինքը տոգորված չի աստվածաբանությամբ, չգիտեմ, սրբությամբ, հավատքը իրան այդքան չի հետաքրում, որովհետև եթե հետաքրեր, չգիտեմ, Քոչարյանին ավելի շատ չէր սիրի, քան մյուսներին, որովհետև պարզվեց այդքան էլ հավատացյալ չի, այսքան եւ այսպես շարունակ։ Բոլորը սա գիտեն։ Բայց բոլորը այս մի կողմ են թողում ու ասենց այդ սրբի բանը հակնում են, ինչա կոչվում դա, սրբի դիմակը արիան։ Հա, դիմակը հակնում են։ Քողը, սրբի քողը քաշում են գլխներին։ Այս հակա եկեղեցական Փաշինյանը։ Քննչական կոմիտե աղմկահարույց ձայնագրության մասին հաղորդում է ներկայացվել, նախնական տվյալներով մեղադրյալ դեռ չկա։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։